Տեր իմ, ամենազոր եւ հավատարիմ Աստված, այսօր սրտիս անկեղծությամբ քեզ եմ մոտենում, քո առջև եմ կանգնած, լի անհանգստությամբ, ցավով, երբեմն էլ տագնապով։ Տեր, իմ կյանքի այս փուլում ես ապրում եմ դժվար պահեր, որոնք փորձում են հավատքս, համբերությունս ու սրտի խաղաղությունս։ Սակայն քո խոսքն ասում է. երջանիկ է այն մարդը, որ համբերում է փորձության մեջ, որովհետև երբ նրան հաստատված գտնեն, կյանքի պսակը պիտի ստանա, որ Տերը խոստացել է նրան, ով սիրում է իրեն։ Տեր, ես ուզում եմ լինել այդ մարդը։ Ես ուզում եմ սիրել քեզ այնչափ, որ վստահեմ քո ժամանակներին, քո ուղիներին, նույնիսկ երբ չեմ հասկանում, թե ինչու այս ամենը պատահեց։ Տեր, դժվար է սպասել։ Դժվար է լռել, երբ ներսումս աղաղակում են այս հարցերը։ Ինչու ես թույլ տալիս սա։ Երբ վերջապես կփոխվի այս իրավիճակը։ Բայց ես գիտեմ, որ իմ հույսը պետք է դնեմ քեզ վրա, որովհետև մարդիկ կարող են հիասթափեցնել, բայց դու երբեք չես սխալվում։ Աստվածաշնչում գրված է. սպասեք Տիրոջը, զորացեք ու քաջ արեք ձեր սրտերը և սպասեք Տիրոջը։ Տեր, ես ուզում եմ սովորել սպասել քեզ, չմեղադրելով, չբարկանալով, չնեղանալով մարդկանցից կամ իմ իրավիճակից, այլ լուռ սպասել ու հավատալ, որ դու տեսնում ես իմ պայքարը, դու լսում ես իմ աղոթքները։ Տեր, ես աղաչում եմ, որ զորացնես իմ սիրտը, երբ իմ համբերությունը սպառվում է, երբ զգում եմ, որ չեմ դիմանում, հիշեցրու ինձ, որ դու երբեք չես ուշանում։ Քո ժամանակը կատարյալ է, թող իմ կյանքում Տիրոջ ժամանակը ոչ թե միայն խոսք լինի, այլ կենսական իրողություն։ Թող ես քո կամքով քայլեմ, ոչ թե իմ զգացմունքներով։ Տեր, քո խոսքն ասում է. մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի սարսափիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կզորացնեմ քեզ, կօգնեմ քեզ, իմ արդար աջով քեզ կպահեմ։ Դու խոստացար լինել իմ օգնականը դժվար իրավիճակներում։ Այս խոստումը դարձրու կենդանի իմ կյանքի համար։ Թող այս դժվարությունը չկոտրի ինձ, այլ կերտի ինձ։ Թող այս իրավիճակի միջով ես դառնամ ավելի համբերատար, սիրող, խոնարհ և իմաստուն։ Ես գիտեմ, Տեր, որ համբերությունը պարզապես սպասելու ունակություն չէ, այլ սրտի վիճակ։ Ուզում եմ սովորել քո սրտի համբերությունը ունենալ։ Քեզ չարչարեցին, վիրավորեցին, մերժեցին, բայց դու լուռ էիր ու համբերատար։ Սովորեցրու ինձ լինել քեզ նման։ Հիսուսի անունով աղոթում եմ իմ մտքերի խաղաղության համար։ Երբ մտքերս խառնվում են, վախենում եմ կամ հուսահատվում, խնդրում եմ Տեր, հանգստացրու ինձ քո խոսքով, որն ասում է. մի անհանգստացեք ոչնչի համար, այլ ամեն բանում աղոթքով ու խնդրանքով, գոհությամբ հայտնեք ձեր խնդրանքները Աստծուն։ Այս խոսքը ես ընդունում եմ իմ կյանքի համար։ Տեր, Սուրբ Հոգուտ պտուղներից մեկը համբերությունն է։ Ես խնդրում եմ, որ քո Սուրբ Հոգու պտուղները աճեն իմ սրտում, որ ես լինեմ համբերատար ոչ միայն դեպի քեզ, այլ նաև մարդկանց նկատմամբ։ Որ չնեղանամ այն մարդուց, ով չի փոխվում, չդժգոհեմ այն իրավիճակից, որը կարծես չի փոփոխվում։ Թող համբերությունը լինի ոչ թե պարտադրանքով ապրած զգացում, այլ սիրով ապրած հավատ։ Տեր, ես ընդունում եմ, որ չեմ կարող միայնակ հաղթահարել այս ամենը։ Որպես մարդ իմ ուժը սահմանափակ է, բայց քո խոսքն ասում է. իմ շնորհքը բավական է քեզ համար, որովհետև իմ զորությունը կատարյալ է դառնում տկարության մեջ։ Թող քո շնորհքը բավարարի ինձ այս պայքարում։ Ինձ սովորեցրու հանգիստ մնալ այնտեղ, ուր դու ինձ դրել ես, թեև ցանկություն ունեմ փախչել, արագ լուծում տալ, լքել այս պայքարը, դու հիշեցրու ինձ, որ դու կարող ես օգտագործել այս ամենը ինձ պատրաստելու համար ավելի մեծ նպատակի։ Համբերությունը ձևավորում է իմ բնավորությունը, դարձնելով ինձ ավելի քրիստոսանման։
Թող ես երբեք չփախչեմ աճի հնարավորությունից, նույնիսկ եթե այն ցավոտ է։ Տեր, ես աղոթում եմ ոչ միայն իմ համար, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են դժվար իրավիճակներում և կանգնած են իրենց համբերության եզրին։ Խնդրում եմ, զորացրու նրանց, օրհնիր նրանց, ցույց տուր քո սերը, քո նպատակը ու քո խաղաղությունը։ Երբեմն թվում է, թե դու լուռ ես, բայց ես գիտեմ, որ լռությունը երբեմն բժշկություն է, երբեմն փորձություն։ Ինչպիսին է լինի քո լռության նպատակը, ես վստահում եմ քեզ, հավատում եմ, որ դու ինձ չես մոռացել։ Դու տեսնում ես իմ արցունքները, լսում ես իմ թաքուն աղոթքները։ Քո սրտում ես միշտ կարևոր եմ։ Տեր, աղոթում եմ նաև համբերություն ունենալու քո պատասխանելու ձևի հանդեպ։ Երբեմն ես ուզում եմ, որ պատասխանը գա իմ պատկերացրած ձևով, բայց քո ճանապարհները մեր ճանապարհները չեն։ Թող ես սրտիս խորքում վստահեմ քեզ այնպես, որ ընդունեմ, ինչպես էլ պատասխանը գա։ Ես հավատում եմ, որ այն կլինի ամենալավը։ Ես գիտեմ, որ համբերությունը հարստություն է, որ շատերը չունեն։ Դու ասացիր. ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։ Ես ուզում եմ պահել իմ հոգին համբերությամբ, ոչ թե կորցնեմ սրտիս խաղաղությունը նայելով իրավիճակներին, այլ նայեմ քեզ ու խաղաղվեմ։ Տեր, այսօր քեզ եմ հանձնում իմ ողջ սպասումները, որ ինչ էլ լինի, ես չշեղվեմ քո ճանապարհից։ Ինձ տուր իմ սրտին համապատասխան խաղաղություն և իմաստություն քայլելու այն ուղիով, որը պատրաստել ես ինձ համար։ Տեր, ես հավատում եմ, որ այս դժվարությունը ժամանակավոր է։ Քո խոսքը հստակ ասում է. տանջանքները, որ այժմ կրում ենք, չեն կարող համեմատվել այն փառքի հետ, որ պիտի հայտնվի մեզ։ Ես հավատում եմ, որ փառքը գալիս է, որ լույսը մոտ է, որ դու գործում ես նույնիսկ եթե ես դեռ չեմ տեսնում։ Թող այս աղոթքը լինի հիշեցում իմ սրտին ամեն օր, որ ես երբեք մենակ չեմ, որ քո ծրագիրը իմ կյանքի համար գործում է։ Ամենափառավոր և մեծ Աստված, ես սիրում եմ քեզ, վստահում եմ քեզ և սպասում եմ քեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։